Մանուկյան 24 News, պարոն Կարապետյան, դուք ձեր տնտեսական քաղաքականությունն եք ներկայացնում, թե ինչպես են բարելավելու գյուղացիները, ինչ աշխատանք կարող են ունենալ, բայց մեկ քաղաքական հարց այդուհանդերձ չեմ կարող չտալ, որովհետև խոսում են ընդհանրապես ուժեղ Հայաստան կուսակցությունը չգրանցելու եւ ընտրություններին թույլ չտալ մասնակցելու, քանի որ սա ձեր քաղաքական ծրագիրն է, դուք պետք է ընտրվեք, դառնաք կառավարություն, որպեսզի կարողանաք իրականացնել այս ծրագրերը։ Դուք այս պայմաններում ինչպես եք պատկերացնում եւ ընդհանրապես այդ խոսակցությունների վերաբերյալ իշխանամերձ շրջանակներն են մասնավորապես նշում, որ ընդհանրապես պետք չէ թույլ տալ գրանցել եւ իրենք մասնակցեն ընտրություններին։ Շնորհակալություն։ Կարող են ընդհանրապես ժողովրդավարությունը չեղալ հայտարարեն եւ իրենք հավաքվեն փոքրիկ խմբակով որոշեն թե ով է լինելու կամ նույն մարդը քանի անգամ է լինելու երկրի վարչապետ։ Կա ժողովրդավարություն կամ մարդկանց կարծիք, թող թույլ տան մարդիկ որոշում կայացնեն, այսինքն դա իրենց թույլ տալով կամ չտալով չէ, դա մեր սահմանադրությունով է։ Եթե ժողովրդավարությունը իրենց համար ինչ որ բան նշանակում է, եթե ինչ որ գոնե բազային բան նշանակում է, նրանք չեն գնա այդ քայլին, որովհետև Հայաստանի պատմության մեջ չի եղել մի ժամանակաշրջան, երբ որ հիմնական ընդդիմադիր ուժին թույլ չեն տվել մասնակցել ընտրություններին։ Այդ իսկ պատճառով ես տեսնում եմ, որ դա լրիվ ուրիշ ճանապարհ կբացի Հայաստանի համար, կփակի Հայաստանի համար բազմաթիվ ճանապարհներ եւ Հայաստանը կթողի նույն շրջափուլի մեջ, այսինքն մենք կմնանք 2021 թվականի շրջափուլի մեջ։ Մեր երկրին նոր առաջնորդներ են պետք, որպեսզի այս իրավիճակից ելնեն։ Դուք նկատեցիք, երևի նկատում եք, որ մենք առաջարկում ենք ծրագրեր երկրի փոփոխության, մենք չենք առաջարկում ծրագրեր մարդկանց դեմքերի փոփոխության։ Եթե իրենք փոփոխությունը այս ինչ որ մենք ասել ենք արած լինեին, մեր կարիքը չէր լինի, մեր հասարակությունը պահանջը չէր զգա մեր։ Հիմա մեր հասարակությունը զգում է փոփոխության պահանջ, նոր առաջնորդության պահանջ։ Մենք կառաջարկենք հասարակությունը մեր ժողովուրդը թող որոշի։ Իրենք թող մեր ժողովրդի տեղը չորոշեն, 100 հազարավոր մարդկանց կարծիքի տեղը չորոշեն։ Պարոն Կարապետյան, իշխանականները պարբերաբար հարցումներ են հրապարակում ու որ իրենք հաղթում են, իրենք մտածելու ոչինչ չունեն, բայց շարունակում են ընդդիմադիրներին թիրախավորել։ Ավելի վաղ մամուլում հայտնվել էր տեղեկություն, որ նրանք թաքցնում են Ամերիկայի հարցումները, սոցհարցումները։ Ինչու են շարունակում թիրախավորել ընդդիմադիրներին, եթե իրենք վախենալու ոչինչ չունեն։ Հարցեր այսօր մենք տեսանք, որ վերջապես մի քանի շաբաթ հետո իրենք հրապարակեցին, մի քանի շաբաթ հարցումը ավարտելուց եւ մի քանի շաբաթ հարցման վրա աշխատելուց հետո նրանք հրապարակեցին իրենց ունեցած հարցման տվյալները, որտեղ ընդդիմության ձայների հետ կապված կա բավականին հետաքրքիր տարօրինակ դինամիկա, բայց մի հատ բան, ասեմ անգամ իրենց արած հարցումներով։ Դուք նկատել եք, որ 53% հավաքած իշխանությունը անգամ իրենց հարցումով 24% է հավաքել։ Երկու անգամ քիչ։ Անգամ իրենց հարցումով ոչ թե ինչ որ ուրիշ ուժերի իրենք մեծամասնություն հավաքած իշխանությունը 24% է հավաքել։ Դա ցույց է տալիս, թե ինչքան մեծ է հիասթափությունը իշխանության նկատմամբ։ Անգամ իրենց այս ռեդակցիա արած հարցման արդյունքում իրենք խնդիր ունեն ու իրենք գիտեն այդ խնդիրը, գիտեն որ հասարակության մեծ մասը հիասթափված է, որովհետև եղել են սիրուն խոսքեր, մեզանից ավելի սիրուն են խոսացել, բայց չեն եղել տակը քայլեր, գործեր։ Ես նաև ողջունում եմ հրապարակումը այդ հարցումների, որը ցույց տվեց իրենց իրական վարկանիշը եւ հետագայում էլ նաև ցույց կտա ընդդիմության իրական վարկանիշը։ Հարցումը իրականացվել է մինչև մեր կուսակցության հիմնադրման նիստը, Սամվել Կարապետյանի վարչապետ հայտարարելը մեր եւ նաեւ հարցման ընթացքում մեր ունեցած տվյալներով հիմնականում տոկոսային առումով շատ բարձր են իրենք դրել այն մարդկանց թիվը, ովքեր որ իշխանական օրենտացիա են ունեցել նախորդ ընտրությունների ժամանակ նորմայից 50%-ից բարձր։ Այդ տեխնոլոգիային մենք տիրապետում ենք, հասկանում ենք ինչ քայլեր են իրենք արել, բայց անգամ այդ քայլերը անելուց հետո իրենք երկու անգամ անկում ունեն իրենց խոսքերով։ Ես կարծում եմ, որ այս հարցման արդյունքները չեն արտացոլվելու, քանի որ այստեղ ընդդիմության ձայների հետ կապված տեղի ունեցել բավականին ճկուն
Գիտեք, հարցումների մեջ ամենակարևոր բանը թե որ բազայինն ես հարցնում։ Եթե հարցման մեջ ընտրում ես հատուկ բազա, որը ունի իշխանական տեսակետ, բազան փոխվում է դեպի իշխանական։ Կա դա ամբողջական գիտություն է եւ պրոֆեսիոնալները այնպիսի բազա են ապահովում, որ իրական ընտրության մասնակցողների թվին ու բազային համահունչ լինի։ Իմ կարծիքով իրենք ունենալու են այդ ձեր ասած 24-25-ը հետագայում ինչ որ ձև կարող է փոփոխվել, բայց արդեն այն մեծ վարկանիշները, որ իրենք ունեին իրենց խոստումների արդյունքում, այդ 50%, 40% այդ վարկանիշների մասին երազելը արդեն ուշ է։ Իրենք էլ գիտեն այդ մասին եւ այդ իսկ պատճառով տարբեր օրակարգեր են ուզում մտցնեն, որպեսզի փորձեն ժողովրդավարական process-ների հետ կապված ինչ որ սահմանափակումներ մտցնել։ Վազգեն Սարգսյանի եղբայրը Արամ Սարգսյանը երեք ասել է, որ պահանջում է չգրանցել Սամվել Կարապետյանի կուսակցությունը, քանի որ այն ռուսական է։ Որքան հնարավոր է համարում այս սցենարը, որ թույլ չտան մասնակցել ձեր ուժին ընտրությանը, իրադարձությունների նման ընթացքի դեպքում ունեք պլան B։ Ես չեմ կարծում, որ պարոն Սարգսյանն է որոշում, թե Հայաստանում ով է մասնակցում, ամենայն հարգանքով իր ընտանիքի հանդեպ, ում հանդեպ մեր ընտանիքը ունի մեծ հարգանք իր ընտանիքի հանդեպ։ Չեմ կարծում, որ պարոն Սարգսյանը ուրիշ պարոններ են որոշում, թե Հայաստանում ով պետք է մասնակցի ընտրությունների, ով ոչ։ Շնորհակալություն։ Պարոն Կարապետյան, եւս մեկ հարց, ես գիտեմ շատ այգեգործների, ովքեր որ վարկով այգիներ են կառուցել, բայց ստիպված քանդել են, որովհետեւ կարկուտը ամբողջ բերքը փչացրել է ու տարիներ շարունակ կարկուտի փոխհատուցում չի լինում, մարդիկ անելանելի վիճակում են։ Այ երբ որ բնությունը աղետներ է բերում, դուք ինչպես եք պատրաստվում։ Այդ հարցին պարոն Նացականյանը կպատասխանի, մեր կարծիքը համ այդ ուղղությամբ, համ ապահովագրության ուղղությամբ ես հետագայում կավելացնեմ։ Բարև ձեզ, իրականում գյուղացու այգի քանդելու պատճառը միայն կարկուտը չի կարող լինել, որովհետև կարկուտը մի քանի տարի մեկ է լինում, կամ բազմաթիվ պատճառներ։ Առաջինը ինտենսիվ այգիների ճիշտ սխալ կազմակերպումն է եղել այսքան տարիների ընթացքում պետական այդքան միջոցների ներգրավումից հետո նորմալ բերք չստանալու հետևանքը։ Դա պետական այդ արժեշղթայի կազմակերպման լուրջ բացթողումներ է, ինչը բերել է նրան, որ շատ այգիներ սկսել են շահույթով չաշխատել։ Երբ ֆերմերը տեսնելով, որ իր այգիները շահույթ չեն ապահովում, ստիպված սկսել են քանդել։ Նաև խաղողի մթերման խնդիրները կային ժամանակին, որ հիմա որ ասում են ամբողջությամբ ընդունվում է, արդեն կարողանում են ամբողջությամբ մթերումը ապահովել, իրականում բավականաչափ այգիներ քանդեցին եւ խաղողի բերքը, իրական բերքը բավականին պակասեց, ինչը որ հիմա ցույց են տալիս ամբողջովին մթերվում է, դա այն ժամանակ ավելի մեծ այգիների պարագայում չէին հասում, հիմա այգիների քանակը պակասել է եւ կարողանում են։ Եվ դրա համար պետական ճկուն քաղաքականություն է պետք, առաջինը, ոնց ասեցիք, ճիշտ ապահովագրության համակարգն է պետք։ Ֆերմերի ճիշտ աշխատանք է պետք, համապատասխան սորտերի ընտրություն, օրինակ սեղանի խաղողի հետ կապված բազմաթիվ սորտեր կան, որ պիտի պետությունը աջակցի, որպեսզի ֆերմերը բերի, որովհետև ֆերմերները չգիտեն ինչ սորտեր կան աշխարհում, որ սորտերն են պահանջված, որ սորտերը մեր երկրում լավ կաճի։ Եվ այդ ընդհանուր արժեշղթան փակելու դեպքում բոլոր այգիները եւ ցանկացած գյուղատնտեսության ոլորտ կարող է դառնալ շահութաբեր, քանի որ մարդկությունը ինչքան բազմանում է, ինչքան շատանում է, սննդի հանդեպ պահանջարկը մեծանում է։ Շնորհակալություն։ Կարելի է մի հարցել։ Լսում եմ։ Так, պարոն Կարապետյան, Սամվել Կարապետյանն ասել է, որ ցանկացած ճգնաժամ նաև նոր հնարավորություն է։ Ինչպես կարող է Հայաստանը շրջանցել տարածաշրջանային ներկայիս ռիսկերը եւ դրանք վերածել տնտեսական օգուտի։ Տեսեք, ինչ խնդիր մենք ունենք։ Ժամանակին 1979 թվականին, երբ Իրանում տեղի ունեցավ իսլամական հեղափոխություն, եւ հետագայում տեղի ունեցա նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան հետ կապված հայտնի process-ները այնտեղ, սանկցիաներ դրվեցին Իրանի վրա։ Ու այդ ժամանակ սկսեց աճել մի տերություն, մի պետություն Իրանի կողքը, Օրմուզի ջրանցքից այն կողմ։ Դա Արաբական Միացյալ Էմիրություններն էր, այսօր Աբու Դաբի, Դուբայ,
որոնք սկսեցին աշխատել, դառնալ ֆինանսական կենտրոն իրանական առևտրի եւ աշխարհի միջև։ Միացյալ Էմիրությունները օգտագործեցին այդ շանսը։ Այս պահին մեր հարևան բարեկամ Իրանը ունի խնդիրներ, բայց մեր բարեկամ Իրանը ունի աշխարհում երկրորդ կամ երրորդ նավթային պաշարը, ունի աշխարհում բավական լայն պաշարների հնարավորություն, հումքային առումով շատ լավ հումքային երկիր է։ Մեր երկիրը որպես ապագա արդյունաբերական զարգացող երկիր, որին մենք տանելու ենք այդ ճանապարհով, օգտագործելու է, օգնելու է եւ գնելու է Իրանից հումքերը, վերամշակելու է Հայաստանում եւ մրցակցային ավելի լավ պայմաններով արտանելու է, քանի որ իրանական հումքերը համեմատական ավելի էժան են լինելու, քանի որ բացի մեզանից, բացի սահմանակից երկրներից շատ քիչ երկրներ են գնելու։ Թույլ տվեք մի հատ հարցի շարունակությամբ եւս տարածաշրջանային սրացումների ֆոնին որքանով են արդյունավետ իշխանությունների արձագանքը անվտանգային այդ մարտահրավերներին եւ արդյոք սա համարժեք անդրադարձ է ստեղծված իրավիճակին։ Արձագանք էր մեր իշխանությունները, մանավանդ ես տեսա, որ ավտոբուսի մեջ ինչ լուրջ քննարկումներ էր գնում Իրանում տեղի ունեցող process-ների, նաեւ մենք մի քանի նկար տեսանք, որ մեր իշխանությունը բավական լուրջ պարոն վարչապետը եւ պարոն ազգային ժողովի նախագահը լուրջ գործերով են զբաղված Իրանի վրա հարձակման պահին, վստահ եմ, որ մեր մարտահրավերներին իրենց այս պրոֆեսիոնալ պատասխանները ավելի են լավացնում մեր երկրի վիճակը եւ նաեւ լայվի ընթացքում արտաքին գործերի նախարարին հարցումներ անել կիսատ էմոցիաներով, ժպիտով, տխուր դեպքերի հետ կապված բավական կօգնի, ինձ թվում է, մեզ մեր արտաքին քաղաքականության մեջ ապրեն։ Եթե հարցեր չկան, շնորհակալություն, եթե ավելացնելու բան ունեք։ Հայրենակիցներին դիմել, ովքեր բնակվում են մեր հայրենիքի գեղատեսիլ անկյուններում, գյուղերում։ Հայաստանը ներկա է լինելու գյուղերում, Հայաստանի պետությունը ներկա է լինելու գյուղերում, ապահովելու է կայուն մթերում, ապահովելու է կայուն գյուղատնտեսություն եւ ֆինանսական այս դժվարությունները, որ դուք ապրել եք 35 տարվա ընթացքում, մնալու են անցյալում։ Իհարկե, բոլորիս աշխատանքի արդյունքում, դա չի լինելու մի օրում, չի լինելու մի ամսում, լինելու է տարիների աշխատանք, բայց դրան մենք հասնելու ենք հաստատ, որովհետև Հայաստանը այս տարածաշրջանում ունիկալ բնակլիմայական գոտի է, որի ապրանքը, ձեր աճեցրած ապրանքը պահանջված է հյուսիսում էլ, հարավում էլ։ Շնորհակալ եմ։